Պաշտպանության նախարարությունն առաջարկում է հնարավորություն տալ համապատասխան վճարի դիմաց պարտադիր զինծառայություն անցնել 2 տարուց պակաս։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել։ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում 15 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պայմանով, նշել է նախարարը։ Նախագծով առաջարկում են նաև հետևյալ փոփոխությունները. պարտադիր զինծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկան։ Մինչև 18 տարին լրանալ կամ զորակոչային տարիքում Հայաստանի քաղաքացիություն ստացած եւ մինչև քաղաքացիություն ստանալն այլ պետությունում ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պարտականություն։ Մինչև 16 տարին լրանալը քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Պաշտպանության նախարարությունը մի քանի առաջարկ է արել նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես նախարարությունն առաջարկում է 1 ամիս ծառայության դեպքում վճարը դարձնել 24 միլիոն դրամ, 6 ամսվա փոխարենել ծառայության տարբերակ լինի 4 ամիսը 18 միլիոն դրամ վճարով։ Զորակոչային տարիքն էլ սահմանել 37-ի փոխարեն 32 տարեկան։ Նախարարը նշել է, որ նախագծի հեղինակը համաձայնել է փոփոխություններին ու դրանք արդեն կներկայացվեն ազգային ժողովի նիստում։